Վերջին շրջանում Լոռու մարզում տեղացող անընդմեջ անձրևների, կարկուտի հետևանքներն ու ազդեցությունը ցանքատարածություններում ճշտելու համար գյուղական համայնքներ են այցեր կատարում մասնագետները։ Մտահոգություններն ավելացել են, քանի որ մարզում այս տարի ավելացել են նաև վարելահողերը։ Վատ բերք չի սպասվում, նշում են մասնագետները, միայն թե տեղումն առատ ամիսներից հետո այս դաշտերն արևի ջերմություն են ուզում։ Ցանքատարածը ավելացվել է մոտ 1000-ից 1500 հեկտար, որը դա շատ լավ է մեր մարզի համար։ Գարնանացան ցորենի, արվույտի եւ կորնգանի սերմացուները պարարտանյութը վաղուց բաշխվել են մարզի համայնքներին։ Ցորենի առաջին վերարտադրման սերմնացուի ցանքերը, որոնք կառավարության օժանդակությամբ ստացել է գյուղացին, այսօր լավ որակի ցորենի ստացման նախանշան է տալիս։ Սակայն կարկուտի վնասները ցորենի դաշտերի վրա մարզի որոշ տարածաշրջաններում ակնհայտ են։ Ցորենի համար ես կասեի, որ վնաս է կրվել մարզում մոտ 20-25%-ով։ Դա վերականգնել չի կարելի, բայց կարտոֆիլը կարելի է վերականգնել։ Կարգտահարությունից տուժած համայնքներին կառավարությունն առաջին օգնությունն է որոշել ցույց տալ դիզելային վառելիք ու պարարտանյութ տրամադրելով համայնքներին։ Լոռու մարզպետը խիստ ցուցում է տալիս շրջել կարգտահարությունից տուժած համայնքներում մեկ առ մեկ գնահատել կարիքները։ Ամեն ինչ պետք է անենք մեր աշխով տեսնելուց հետո, որովհետև եթե մենք համայնքի ղեկավարի ներկայացված հայտով կամ չգիտեմ նախնական ներկայացված հայտով բաժանեցինք, դա ավելի դժգոհություն է առաջացնելու, քան մենք պատկերացնում ենք։ Դրա համար պետք է կոնկրետ օգնությունը հասնի հասցեատիրոջը։ Սա ամենակարևոր խնդիրն է մեզ համար։ Կարտոֆիլի ցանքատարածությունները թեև լրացուցիչ մշակումից հետո մասամբ վերականգնվել են, սակայն զգալի վնասներ են կրել նաև բանջարեղենի դաշտերն ու պտղատու այգիները։ Եթե առաջիկայում Լոռիում այլ կարգտահարություն չլինի, գյուղացին գոհ կմնա արդյունքներից։ Ալանա Հապետյան, Ժան Գալստյան, Լոռու մարզից, Արմենիա հեռուստաընկերության համար։